Մինչ վերջին վայրկյանը հավատացի, որ ամեն ինչ կորել է, ասում է Իգոր Զայցը, Տիգրան Պետրոսյանի անձնական վարպետը, ձեռքերը դեռ դողում են 59 տարի անց, նա նստած է Մոսկվայի փոքրիկ բնակարանում, պատերին կախված են հին լուսանկարներ Պետրոսյանի հետ, նրա աչքերում տեսնում ես այն ահը, որը երբեք չի անհետացել։ Ապրիլի 20-ին 1966 թվականին ես տեսա, թե ինչպես աշխարհի ամենամեծ պաշտպանողը փլուզվում էր իմ աչքի առաջ, Բորիս Սպասկին նրան մղել էր այնպիսի անկյուն, որտեղից ելք չկար, կամ ես այդպես էի կարծում։ Զայցը դադար է անում, խմում է ջուր դողացող ձեռքերով, բայց այն, ինչ Տիգրանը արեց հաջորդ 3 ժամվա ընթացքում, դա չէր լինում մարդկային, դա էր մի բան, որ ես երբեք չէի տեսել շախմատի տախտակի վրա, ինչպես նա գտավ այդ քայլը, ինչպես նա տեսավ այն, ինչ մենք բոլորս բաց թողեցինք, ես դեռ չգիտեմ պատասխանը։ Մոսկվայի կենտրոնական շախմատային ակումբը, ապրիլի 20 1966, սենյակում խեղդուկ լռությունը, 200 հոգի նստած են անշարժ, շնչելը գրեթե կանգնեցրած, տախտակի վրա, 96-րդ քայլից հետո Պետրոսյանի դիրքը կործանարար է, նրա թագուհին շրջափակված է, թագավորը անկյունում։ Սպասկին պատրաստվում է վերջնական հարվածը տալ, բայց ինչու Պետրոսյանը չի հանձնվում, ինչու նա շարունակում է նայել տախտակին այնպես, կարծես տեսնում է մի բան, որ ուրիշներին անտեսանելի է, ինչու նրա դեմքին այդ տարօրինակ հանգստությունը։ 6 ամիս առաջ հոկտեմբերի 12-ին 1965 թվականին Պետրոսյանը պաշտպանել էր իր աշխարհի չեմպիոնի տիտղոսը Բորիս Սպասկիի դեմ, նա հաղթել էր վստահորեն 12.12-ի հաշվով, բայց Սպասկին չէր ընդունել պարտությունը։ Նա պահանջել էր վրեժխնդրություն, Խորհրդային շախմատի ֆեդերացիան անսովոր կերպով համաձայնել էր, ինչու, ինչ ճնշում էր գործադրվել Պետրոսյանի վրա, որ նա ստիպված էր ընդունել այս մարտահրավերը, ովքեր էին ուզում տեսնել նրա անկումը։ Զայցը հիշում է այն օրը, երբ Պետրոսյանը եկավ նրա մոտ, վերամրցության մասին լուրը բերելով, նրա դեմքը մոխրագույն էր, ոչ թե վախից, այլ զայրույթից, նա ասաց. Իգոր, նրանք ուզում են ինձ կոտրել, ոչ թե Սպասկին, նրանք, ես հարցրի, ովքեր են նրանք, Տիգրանը պատասխանեց. Նրանք, ովքեր չեն կարող հանդուրժել, որ հայը լինի չեմպիոն, դա առաջին անգամն էր, երբ ես լսեցի նրան խոսելիս իր ազգության մասին այդպես բացահայտ, նա միշտ խուսափում էր քաղաքականությունից, բայց այդ օրը նա գիտեր, որ սա ավելին էր, քան շախմատ։ Խորհրդային միության շախմատային աշխարհում 1966 թվականին գոյություն ուներ անտեսանելի հիերարխիա, Պետրոսյանը, թե չեմպիոն, երբեք չէր համարվել իրենցից մեկը, նա հայ էր, ոչ թե ռուս, նա խաղում էր պաշտպանական ոճով, ոչ թե հարձակողական, նա չէր խմում, չէր ծխում, չէր սիրում պարտիական հավաքույթները, նա էր օտարը, շատերը սպասում էին նրա անկմանը, բայց ով էր կազմակերպում այս վրեժխնդրությունը, ով էր ճնշում ֆեդերացիայի վրա, արխիվները պահում են պատասխանները, բայց դրանք դեռ փակ են։ Վերամրցության պայմանները էին անսովոր, 12 պարտիա, եթե հաշիվը հավասար լինի, Պետրոսյանը կպահի տիտղոսը, բայց Սպասկին պահանջել էր մի լրացուցիչ պայման, եթե նա հաղթի 1 պարտիայով, կկազմակերպվի 3-րդ մրցաշար, Պետրոսյանը ստիպված էր համաձայնել։ Ինչու, ինչ սպառնալիք էր ստացել նա։ Զայցը չի պատասխանում այս հարցին, բայց նրա լռությունը ավելի շատ բան է ասում, քան ցանկացած խոսք։ Մրցաշարը սկսվեց ապրիլի 1-ին օրը, առաջին 3 պարտիաները ավարտվեցին ոչ ոքի, Պետրոսյանը խաղում էր իր սովորական ոճով, պաշտպանական, համբերատար, սպասելով Սպասկիի սխալին, բայց Սպասկին այս անգամ այլ էր, նա պատրաստվել էր տարիներ, նրա թիմը վերլուծել էր Պետրոսյանի բոլոր պարտիաները, գտել էր նրա թույլ կողմերը, մշակել էր հատուկ ռազմավարություն, 4-րդ պարտիայում Սպասկին հարձակվեց այնպիսի ուժով, որ Պետրոսյանը ստիպված էր պաշտպանվել 86 քայլ, ոչ ոքի, բայց Պետրոսյանը հոգնած էր, 5-րդ պարտիան եղավ շրջադարձային։ Սպասկին զոհաբերեց ձին 24-րդ քայլում, բացեց Պետրոսյանի թագավորի դիրքը 40-րդ քայլում ստիպեց նրան հանձնվել, 1-0 Սպասկիի օգտին, Մոսկվայի շախմատային աշխարհը ցնցվեց, Պետրոսյանը, անպարտելին, պարտվել էր, բայց ավելի վատն այն էր, թե ինչպես նա պարտվել էր, ամբողջովին։ Գերազանցված, անզոր, գրեթե անօգնական, Զայցը հիշում է այդ երեկոն, Տիգրանը եկավ հյուրանոց անմիջապես գնաց իր սենյակ, նա չուզեց խոսել ոչ ոքի հետ, ես սպասեցի 2 ժամ, ապա թակեցի դուռը, նա բացեց, ես տեսա նրա աչքերը, դրանք չէին լացող աչքեր։ Դրանք էին մի մարդու աչքերը, ով հասկացել էր, որ նրա դեմ խաղացվում է ավելի մեծ խաղ, քան շախմատ, նա ասաց. Իգոր, Սպասկին չի խաղում միայն, նրա թիմը ունի տեղեկություններ, որոնք նրանք չէին կարող ունենալ, նրանք գիտեն իմ պատրաստության մասին, իմ առողջության մասին, իմ անձնական կյանքի մասին, ես հարցրի, ինչպես, նա պատասխանեց.
Քանի որ նրանք լսում են մեզ, Պետրոսյանի կասկածները չէին անհիմն, 1966 թվականին ԿԳԲ-ն ակտիվորեն վերահսկում էր բոլոր բարձրաստիճան սպորտսմեններին, նրանց հյուրանոցային սենյակները լսարանավորվում էին, նրանց հեռախոսազրույցները գրանցվում էին, նրանց նամակները բացվում էին, բայց արդյոք ԿԳԲ-ն կիսվեր այդ տեղեկություններով Սպասկիի թիմի հետ, արդյոք նրանք կօգնեին մեկ խորհրդային շախմատիստին հաղթել մյուսին, պաշտոնական պատասխանը՝ ոչ։ Բայց արխիվները պատմում են այլ պատմություն, 1996 թվականին 30 տարի անց ռուս լրագրող Դմիտրի Բիկովը հրապարակեց փաստաթուղթ, որը գտել էր ԿԳԲ-ի արխիվներում, դա էր հուշագիր, թվագրված ապրիլի 15, 1966։ Ուղղված Սպասկիի գլխավոր մարզչին, Իգոր Բոնդարսկուն, հուշագրում նշվում էր, որ Պետրոսյանը տառապում է անկնությամբ, ընդունում է ուժեղ հանգստացնող դեղեր, նրա կենտրոնացումը նվազում է երեկոյան ժամերին։ Հուշագիրը խորհուրդ էր տալիս Սպասկուն խաղալ երկար պարտիաներ, որոնք կտեն մինչ երեկո, ով էր ուղարկել այդ հուշագիրը, փաստաթղթում ստորագրություն չկար, բայց կնիքը ԿԳԲ-ի էր, 6-րդ պարտիան սկսվեց ապրիլի 19, Սպասկին ընտրեց դանդաղ, դիրքային խաղ, Պետրոսյանը պատասխանեց նույն ոճով, 40-րդ քայլից։ Հետո դիրքը հավասարակշռված էր, բայց Սպասկին չէր առաջարկում ոչ ոքի, նա շարունակեց խաղալ, 50-րդ քայլ, 60-րդ, 70-րդ, ժամը արդեն 9 էր երեկոյան, Պետրոսյանի դեմքը գունատ էր, նրա ձեռքերը դողում էին։ Երբ նա շարժում էր խաղաքարերը, 75-րդ քայլում նա թույլ տվեց փոքրիկ անջշտություն, Սպասկին անմիջապես օգտագործեց այն, 80-րդ քայլում Պետրոսյանը պարտվող դիրքում էր, նա հանձնվեց 86-րդ քայլում, 2-0 Սպասկիի օգտին։ Զայցը հիշում է այդ գիշերը որպես ամենավատը իր կյանքում, Տիգրանը չէր կարող քնել, նա քայլում էր սենյակում ամբողջ գիշեր, առավոտյան ես գտա նրան նստած պատուհանի մոտ, նայելով Մոսկվայի փողոցներին, նա ասաց. Իգոր, ես չեմ կարող այսպես շարունակել, նրանք ինձ ոչնչացնում են ոչ թե տախտակի վրա, այլ դրանից դուրս, ես հարցրի, ինչ անել, նա պատասխանեց. Ես պետք է փոխեմ ամեն ինչ, իմ պատրաստությունը, իմ ռեժիմը, իմ մտածելակերպը, ես պետք է դառնամ այն, ինչ նրանք չեն սպասում։ Հաջորդ 3 օրը Պետրոսյանը անհետացավ, նա չէր պատասխանում հեռախոսին, չէր բացում դուռը։ Չէր ներկայանում մարզումներին, ֆեդերացիան սկսեց անհանգստանալ, Սպասկիի թիմը պահանջեց տեխնիկական հաղթանակ, բայց ապրիլի 20-րդի առավոտյան Պետրոսյանը հայտնվեց ակումբում, նա այլ էր, նրա աչքերը հանգիստ էին, նրա շարժումները վստահ, զայցը հարցրեց, թե ինչ է պատահել, Պետրոսյանը պատասխանեց. Ես հիշեցի, թե ինչու սիրում եմ շախմատը, ոչ թե հաղթանակի համար, այլ գեղեցկության համար, այսօր ես կխաղամ գեղեցիկ շախմատ, թող լինի ինչ որ լինի, 7-րդ պարտիան սկսվեց ժամը 12-ին, Սպասկին բացեց 2-4-ով իր սովորական քայլը։ Պետրոսյանը պատասխանեց 7-5-ով, սիցիլիական պաշտպանությամբ, բայց այս անգամ նա չխաղաց իր սովորական տարբերակը, նա ընտրեց Նայդորֆի տարբերակը, ավելի սուր, ավելի վտանգավոր, ավելի անկանխատեսելի, Սպասկին զարմացավ։ Նրա թիմը չէր պատրաստվել այս տարբերակի համար, 15-րդ քայլում Պետրոսյանը զոհաբերեց պիոն, բացեց խաղը։ Հարձակվեց, Սպասկին ստիպված էր պաշտպանվել, 25-րդ քայլում Պետրոսյանը զոհաբերեց երկրորդ պիոնը, ստեղծեց սպառնալիք Սպասկիի թագավորին, 30-րդ քայլում Սպասկին սխալվեց, Պետրոսյանը անմիջապես հարվածեց։ 35-րդ քայլում Սպասկին հանձնվեց, 2-1 Սպասկիի օգտին, բայց Պետրոսյանի վերափոխումը չէր ավարտվել, 8-րդ պարտիայում նա կրկին խաղաց հարձակողական շախմատ հաղթեց, 2-2, 9-րդ 10-րդ պարտիաները ավարտվեցին ոչ ոքի։ 11-րդ պարտիայում Սպասկին հաղթեց, 3-2 Սպասկիի օգտին, ամեն ինչ կախված էր 12-րդ պարտիայից, եթե Սպասկին հաղթեր, նա կդառնար չեմպիոն, եթե Պետրոսյանը հաղթեր կամ ոչ ոքի աներ, նա կպահեր տիտղոսը, ապրիլի 20-րդը Մոսկվան արթնացավ ձյան տակ, անսովոր էր այդ ամսվա համար։ Կարծես բնությունը նախազգուշացնում էր, որ այսօր կլինի ինչ-որ արտակարգ, Պետրոսյանը արթնացավ 6-ին, նա չուտեց նախաճաշ։ Միայն խմեց թեյ, զայցը փորձեց նրա հետ խոսել մրցավարության մասին, բայց Պետրոսյանը լռում էր, նա նստած էր պատուհանի մոտ նայում էր ձյանը, ինչու նա այդքան հանգիստ էր, ինչու նրա դեմքին չկար լարվածություն, արդյոք նա գիտեր ինչ-որ բան, որ ուրիշները չգիտեին, ժամը 12-ին նրանք մտան ակումբ, 200 հոգի արդեն սպասում էին, լարվածությունը այնքան ուժեղ էր, որ կարող էի շոշափել, Սպասկին նստեց իր տեղում, նրա դեմքը կենտրոնացած, Պետրոսյանը նստեց հանդիպակաց, նրա դեմքը անարտահայտ, մրցավարը սկսեց։ Ժամացույցը, Սպասկին խաղաց 2-4, Պետրոսյանը պատասխանեց 7-5, ռուսական պարտիա, Սպասկին շարունակեց նվ3, Պետրոսյանը նվ6, սովորական բացում, բայց երկուսն էլ գիտեին, որ այսօր ոչինչ չի լինի սովորական։
10-րդ քայլից հետո դիրքը բարդ էր, Սպասկին ուներ փոքրիկ առավելություն տարածության մեջ, բայց Պետրոսյանի խաղաքարերը ավելի ակտիվ էին, 20-րդ քայլում Սպասկին զոհաբերեց պիոն։ Փորձելով բացել Պետրոսյանի թագավորի դիրքը, Պետրոսյանը ընդունեց զոհաբերությունը, բայց անմիջապես հակահարձակվեց կենտրոնում, 30-րդ քայլում դիրքը շատ բարդ էր, երկու կողմերն էլ ունեին հնարավորություններ, բայց նա թույլ կողմ էր, Զայցը հիշում է, թե ինչպես նա նստած էր դահլիճում փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում տախտակի վրա, դիրքը այնքան բարդ էր, որ ես չէի կարող հաշվարկել բոլոր տարբերակները, բայց Տիգրանը նայում էր տախտակին այնպես, կարծես տեսնում էր ամեն ինչ։ Նրա աչքերը շարժվում էին տախտակի վրա, բայց նրա դեմքը մնում էր անշարժ, ես գիտեի, որ նա հաշվարկում է ինչ-որ բան, բայց ինչ, 40-րդ քայլում Սպասկին զոհաբերեց երկրորդ պիոնը, նրա ռազմավարությունը պարզ էր, բացել Պետրոսյանի թագավորի դիրքը հարձակվել բոլոր ուժերով։ Պետրոսյանը մտածեց 45 րոպե, դահլիճում լռություն էր, մարդիկ գրեթե չէին շնչում, ապա Պետրոսյանը շարժեց իր թագուհին, ոչ թե ընդունեց զոհաբերությունը, այլ դրեց թագուհին այնպիսի դիրքում, որ նա միաժամանակ պաշտպանում էր թագավորին, սպառնում էր Սպասկիի թագավորին, Սպասկին զարմացավ, նա չէր սպասում այս քայլին, 50-րդ քայլում Սպասկին փորձեց հարձակվել, բայց Պետրոսյանի պաշտպանությունը անթափանց էր։ 60-րդ քայլում Սպասկին զոհաբերեց ձին, փորձելով ստեղծել անցնող պիոն, Պետրոսյանը ընդունեց զոհաբերությունը, բայց անմիջապես հակահարձակվեց մյուս կողմում, 70-րդ քայլում դիրքը դարձավ քաոտիկ, երկու թագավորներն էլ վտանգի տակ էին, երկու կողմերն էլ ունեին անցնող պիոններ, ժամանակը սպառվում էր, 80-րդ քայլում, երբ երկու կողմերն էլ ավարտեցին ժամանակային վերահսկումը, դիրքը դեռ անորոշ էր, Սպասկին ուներ երկու լրացուցիչ պիոն, բայց Պետրոսյանի խաղաքարերը ավելի ակտիվ էին։ 90-րդ քայլում Սպասկին փորձեց փոխանակել թագուհիները, բայց Պետրոսյանը մերժեց, նա ուներ պլան։ Այդ պլանը պահանջում էր թագուհիների պահպանում, 95-րդ քայլում Սպասկին արեց սխալ, փոքրիկ, գրեթե անտեսանելի, բայց սխալ, նա շարժեց իր թագավորը մեկ քառակուսի ձախ, երբ պետք է շարժել աջ, Պետրոսյանը անմիջապես տեսավ, նրա աչքերը փայլեցին։ Նա մտածեց միայն 3 րոպե, ապա շարժեց իր թագուհին հարձակվեց Սպասկիի թագավորի վրա, հանկարծ դարձավ պարզ, որ Սպասկին պաշտպանության մեջ է, Զայցը հիշում է այդ պահը որպես կախարդական, ես տեսա Սպասկիի դեմքը, երբ նա հասկացավ, թե ինչ է պատահել, նրա աչքերը լայնացան, նրա բերանը բացվեց, նա նայեց տախտակին, ապա Պետրոսյանին, ապա կրկին տախտակին, նա չէր կարող հավատալ, ինչպես Պետրոսյանը տեսավ այդ հնարավորությունը, ինչպես նա հաշվարկեց այդ տարբերակը, դա էր գերբնական։ 100-րդ քայլում Սպասկին փորձեց փախչել, բայց Պետրոսյանի թագուհին հետապնդում էր նրա թագավորին, 105-րդ քայլում Սպասկին ստիպված էր զոհաբերել իր թագուհին, որպեսզի փրկի թագավորին, բայց հիմա Պետրոսյանը ուներ թագուհի ընդդեմ երկու ճակատների, 110-րդ քայլում Սպասկին հանձնվեց, 3-3 Պետրոսյանը պահպանեց իր տիտղոսը, դահլիճը պայթեց ծափերով, մարդիկ ոտքի ելան, գոռացին, ուրախացան։ Բայց Պետրոսյանը նստած էր անշարժ, նրա դեմքը հանգիստ էր, նրա աչքերը փակ, նա շնչում էր խորը, կարծես փորձում էր հավատալ, որ ամեն ինչ ավարտվել է, Սպասկին ձեռք մեկնեց նրան, Պետրոսյանը սեղմեց այն, երկու մարդիկ, ովքեր պայքարել էին 12 պարտիայի ընթացքում, հիմա նայում էին միմյանց աչքերի մեջ փոխադարձ հարգանքով, Զայցը վազեց Պետրոսյանի մոտ, Տիգրան, ինչպես դու տեսար այդ քայլը, ինչպես դու գիտեիր, որ Սպասկին կսխալվի 95-րդ քայլում, Պետրոսյանը ժպտաց, Իգոր, ես չգիտեի, ես միայն հավատացի, որ եթե ես խաղամ ճիշտ շախմատ, եթե ես մնամ հավատարիմ իմ սկզբունքներին, ապա ճշմարտությունը կհաղթի, Սպասկին սխալվեց, քանի որ նա խաղում էր ոչ թե շախմատ, այլ քաղաքականություն, նա փորձում էր ինձ կոտրել, ոչ թե հաղթել, եւ դա եղավ նրա սխալը, բայց պատմությունը չավարտվեց այնտեղ, 3 օր անց Զայցը ստացավ անանուն նամակ, նամակում մի լուսանկար էր, Սպասկիի գլխավոր մարզիչ Բոնդարսկին ԿԳԲ-ի սպա միասին ռեստորանում, լուսանկարի հետում գրված էր. Նրանք փորձեցին ձեզ կոտրել, բայց ձախողվեցին, զգույշ եղեք, նրանք կվերադառնան, ով էր ուղարկել այդ նամակը, ինչու, ինչ էր իրականում տեղի ունեցել այդ մրցաշարի ընթացքում, Զայցը ցույց տվեց լուսանկարը Պետրոսյանին, Պետրոսյանը նայեց նրան երկար, ապա այրեց այն, Իգոր, կան բաներ, որոնք ավելի լավ է չիմանալ, ես հաղթեցի, դա միակ բանն է, որ կարոր է, բայց արդյոք դա միակ կարոր բանն էր, արդյոք Պետրոսյանի հաղթանակը միայն շախմատային էր, թե դա էր նա հաղթանակ համակարգի դեմ, որը փորձում էր նրան ոչնչացնել, ինչպես Պետրոսյանը գտավ ուժը շարունակելու, երբ ամեն ինչ նրա դեմ էր, ինչպես նա պահպանեց իր հավատը շախմատի գեղեցկության նկատմամբ, երբ շուրջը միայն քաղաքականություն դավադրություն կար, դրանք են հարցերը, որոնց պատասխանները մենք կփնտրենք այս պատմության մեջ։
1966 թվականի մայիսի առաջին օրը Պետրոսյանը վերադարձավ Երան, օդանավակայանում նրան դիմավորեցին հազարավոր մարդիկ, նրանք բռնեցին նրան ուսերի վրա, կանչեցին նրա անունը, երգեցին, բայց Պետրոսյանի դեմքին ուրախություն չկար։ Նա ժպտում էր, ձեռք էր թափահարում, բայց նրա աչքերում մի բան այլ էր, վախ, ոչ թե վախ մարդկանցից, այլ վախ այն բանից, ինչ գալու էր։ Նա գիտեր, որ Մոսկվան չի ների այս պարտությունը, նա գիտեր, որ նրանք կվերադառնան, բայց երբ, ինչպես, ինչ գնով, զայցը մնաց Մոսկվայում։ Նրանք կանչեցին ֆեդերացիա 2 օր անց, սենյակում նստած էին 3 մարդ, ֆեդերացիայի նախագահ Վիկտոր Բատուրինսկին, ԿԳԲ-ի ներկայացուցիչ, որի անունը զայցը երբեք չիմացավ։ Բորիս Սպասկիի գլխավոր մարզիչ Իգոր Բոնդարսկին, նրանք հարցրին զայցին Պետրոսյանի պատրաստության մասին, նրանք ուզում էին իմանալ, թե ինչ փոխվեց ապրիլի 19-20-րդի մեջ, ինչպես Պետրոսյանը հանկարծ դարձավ հարձակողական, ինչպես նա գտավ այն ուժը։ Զայցը պատասխանեց, որ չգիտի, նրանք չհավատացին, նրանք սպառնացին, որ նա կորցնի իր աշխատանքը, իր բնակարանը, իր ապագան, բայց զայցը կրկնեց. Ես չգիտեմ, ինչու նա չասաց ճշմարտությունը, ինչ ճշմարտություն նա թաքցնում էր, ճշմարտությունն այն էր, որ ապրիլի 19-ը Պետրոսյանը հանդիպել էր մի մարդու հետ, այդ մարդը եկել էր Երանից, նրա անունը Արամ Խաչատրյանն էր, նա եղել էր Պետրոսյանի առաջին մարզիչը, երբ Տիգրանը 12 տարեկան էր, Խաչատրյանը հիմա 81 տարեկան էր, հիվանդ, գրեթե կույր, բայց նրա միտքը դեռ սուր էր, նա լսել էր Պետրոսյանի պարտությունների մասին, եկել էր Մոսկվա։ Նրանք հանդիպեցին Պետրոսյանի հյուրանոցային սենյակում։ Խաչատրյանը ասաց. Տիգրան, դու մոռացել ես, թե ով ես, դու մոռացել ես, որ շախմատը արվեստ է, ոչ թե պատերազմ, դու փորձում ես պաշտպանվել, բայց պաշտպանությունը միայն ապահովում է գոյատումը, ոչ թե հաղթանակը, դու պետք է հիշես, թե ինչպես էիր խաղում։ Երբ 15 տարեկան էիր, առանց վախի, առանց հաշվարկի, միայն սիրով, Պետրոսյանը լսում էր լռությամբ, Խաչատրյանը շարունակեց. Երբ ես քեզ սովորեցնում էի, ես ասացի, որ շախմատը նման է երաժշտությանը, դու չես կարող նվագել միայն նոտաները, դու պետք է զգաս մեղեդին, հիմա դու խաղում ես միայն նոտաները, դու հաշվում ես տարբերակները, բայց չես զգում դիրքը։ Դու պետք է վերադառնաս քո սրտին, Տիգրան, միայն այնտեղ դու կգտնես ուժը հաղթելու համար։ Խաչատրյանը հեռացավ, Պետրոսյանը մնաց միայն, նա նստեց ամբողջ գիշեր մտածեց իր մարզչի խոսքերի մասին, առավոտյան նա գիտեր, թե ինչ անել։ Նա պետք է վերադառնար իր արմատներին, իր սիրուն։ Իր ճշմարտությանը, բայց ինչու զայցը չասաց այս պատմությունը ֆեդերացիայի մարդկանց, ինչու նա պաշտպանեց Խաչատրյանի այցելությունը, պատասխանը պարզ էր, քանի որ Խաչատրյանը չէր միայն մարզիչ։ Նա եղել էր Հայ ազգային շարժման անդամ 1948 թվականին, նա ծախսել էր 10 տարի Սիբիրի բանտերում, եթե ԿԳԲ-ն իմանար, որ նա հանդիպել էր Պետրոսյանի հետ, նրանք կարող էին մեկնաբանել այն որպես քաղաքական ազդեցություն։ Նրանք կարող էին ձերբակալել Խաչատրյանին, նույնիսկ Պետրոսյանին, զայցը չէր կարող թույլ տալ դա, նա ստեց պահպանեց գաղտնիքը, հունիսին Պետրոսյանը սկսեց պատրաստվել հաջորդ մրցաշարի համար, Ամստերդամի Ինտերզոնալը, բայց նրա միտքը դեռ Մոսկվայում էր, նա չէր կարող մոռանալ այն լարվածությունը, այն ճնշումը, այն զգացումը, որ ամբողջ համակարգը նրա դեմ էր, զայցը նկատեց, որ Պետրոսյանը փոխվել է, նա դարձել էր ավելի փակ, ավելի զգույշ։ Ավելի կասկածամիտ, նա ստուգում էր իր հեռախոսը յուրաքանչյուր օր, փնտրում էր լսարաններ իր բնակարանում, խուսափում էր հանրային վայրերից։ Տիգրան, դու չես կարող ապրել այսպես, ասաց զայցը, Պետրոսյանը պատասխանեց. Իգոր, երբ դու ապրում ես համակարգում, որը չի սիրում քեզ, դու պետք է ապրես զգույշ, դա միակ ճանապարհն է գոյատելու համար։ Հուլիսին Պետրոսյանը մեկնեց Ամստերդամ, Ինտերզոնալը մեծ մրցաշար էր, 24 լավագույն շախմատիստները աշխարհից։ Հաղթողները կորակվեին թեկնածուների մրցաշարին, որտեղ նրանք կկարողանային մարտահրավերել չեմպիոնին։ Պետրոսյանը որպես ընթացիկ չեմպիոն չէր պետք մասնակցեր, բայց նա ուզում էր ապացուցել, որ նա դեռ լավագույններից է։ Նա ուզում էր ցույց տալ Մոսկվային, որ նրանց ճնշումը չէր կոտրել նրան։ Մրցաշարը սկսվեց հուլիսի 15-ին, Պետրոսյանի առաջին հակառակորդը Լարսեն Բենտն էր, դանիացի գրոսմայստեր, հայտնի իր անկանխատեսելի բացումներով։ Լարսենը բացեց 2-3 ով, Լարսենի բացումով։ Պետրոսյանը զարմացավ, նա չէր սպասում այս բացմանը, նա մտածեց 20 րոպե, ապա պատասխանեց 7-5 ով, խաղը դարձավ բարդ, դիրքային, հենց այնպիսին, ինչպիսին Պետրոսյանը սիրում էր։ 40-րդ քայլում նա ստացավ փոքրիկ առավելություն։ 50-րդ քայլում Լարսենը հանձնվեց, լավ սկիզբ, բայց երկրորդ պարտիան եղավ ավելի դժվար։ Պետրոսյանի հակառակորդը Միխայիլ Տալն էր, նախկին աշխարհի չեմպիոն, հայտնի իր հարձակողական ոճով անսպասելի զոհաբերություններով։ Տալը Պետրոսյանը ունեին երկար պատմություն, նրանք խաղացել էին
Միմյանց դեմ տասնյակ անգամներ Պետրոսյանը ուներ դրական հաշիվ, բայց տալը երբեք չէր հանձնվում հեշտությամբ, նա բացեց 2-4 ով, Պետրոսյանը պատասխանեց 7-5 ով, սիցիլիական պաշտպանություն կրկին, տալը ընտրեց դրակոնի տարբերակը, ամենասուր, ամենավտանգավոր տարբերակը, 15-րդ քայլում տալը զոհաբերեց ձին, Պետրոսյանը մտածեց 40 րոպե, նա գիտեր, որ եթե ընդունի զոհաբերությունը, նա կմտնի բարդ վտանգավոր դիրք, բայց եթե մերժի, տալը կստանա ուժեղ հարձակում, Պետրոսյանը որոշեց ընդունել, նա վերցրեց ձին, տալը անմիջապես հարձակվեց, 20-րդ քայլում տալի բոլոր խաղաքարերը հարձակվում էին Պետրոսյանի թագավորի վրա։ 25-րդ քայլում Պետրոսյանի դիրքը կրիտիկական էր, բայց նա գտավ պաշտպանություն, 30-րդ քայլում նա վերադարձրեց լրացուցիչ նյութը ստիպեց տալին ընդունել ոչ ոքի, դժվար ոչ ոքի, բայց ոչ ոքի, մրցաշարը շարունակվեց 3 շաբաթ։ Պետրոսյանը խաղաց 23 պարտիա, նա հաղթեց 17 ոչը։ Ոգի արեց 5, պարտվեց միայն մեկ անգամ, խորվաթ գրոսմայստեր Սվետոզար Գլիգորիչի դեմ, նա ավարտեց առաջին տեղում, 2 միավոր առաջ երկրորդից, դա էր տրիումֆ, դա էր ապացույց, որ Պետրոսյանը դեռ լավագույններից էր, բայց երբ նա վերադարձավ Մոսկվա, ֆեդերացիան չշնորհավորեց նրան, նրանք չկազմակերպեցին ընդունելություն, չտվեցին մեդալ։ Չհրապարակեցին հայտարարություն, կարծես Պետրոսյանի հաղթանակը չէր եղել, Զայցը հարցրեց ֆեդերացիայի քարտուղարին, ինչու, քարտուղարը պատասխանեց. Պետրոսյանը չեմպիոն է, նրանից ակնկալվում է, որ նա հաղթի, մենք չենք շնորհավորում մարդկանց նրանց պարտականությունները կատարելու համար, բայց Զայցը գիտեր, որ դա ստեր, իրական պատճառը այն էր, որ ֆեդերացիան դեռ զայրացած էր Պետրոսյանի վրա։ Նրանք դեռ չէին ների նրան սպասքի դեմ հաղթանակի համար, նրանք ուզում էին նրան պատժել, նվաստացնել, մոռացնել, բայց ինչպես կարող ես մոռանալ մարդուն, ով աշխարհի լավագույնն է, օգոստոսին Պետրոսյանը ստացավ նամակ Երանից, նամակը նրա մորից էր։ Նրա մայրը, Վարվարա Պետրոսյանը, գրում էր, որ հիվանդ է, բժիշկները ասել էին, որ նրա սիրտը թույլ է, նա կարիք ունի հանգստի, բայց ավելի կարևորը, նա ուզում էր տեսնել իր որդուն, Տիգրան, ես ծերացել եմ, ես չգիտեմ, թե քանի ժամանակ ունեմ, խնդրում եմ։ Արի տուն, ես ուզում եմ քեզ տեսնել մեկ անգամ, Պետրոսյանը կարդաց նամակը լաց եղավ, նա չէր լացել տարիներ, բայց հիմա նա չէր կարող զսպել, նրա մայրը միակ մարդն էր, ով միշտ հավատացել էր նրան, ով միշտ սիրել էր նրան առանց պայմանների, ինչպես նա կարող էր չգնալ, բայց ֆեդերացիան մերժեց նրա խնդրանքը, նրանք ասացին, որ Պետրոսյանը պետք է մնա Մոսկվայում պատրաստվի հաջորդ մրցաշարի համար, նրանք ասացին, որ նրա մայրը կարող է սպասել, Պետրոսյանը պայքարեց։ Նա գնաց ֆեդերացիայի նախագահի մոտ պահանջեց թույլտվություն, Բատուրինսկին մերժեց, Պետրոսյանը սպառնաց հրաժարվել չեմպիոնի տիտղոսից, Բատուրինսկին ծիծաղեց, Պետրոսյան, դու չես կարող հրաժարվել, դու պատկանում ես Խորհրդային Միությանը, դու ես մեր սեփականությունը։ Այդ խոսքերը կոտրեցին Պետրոսյանի սիրտը, նա հասկացավ, որ նա չէր ազատ, նա հասկացավ, որ նա էր գերի իր սեփական հաջողության մեջ, Զայցը տեսավ Պետրոսյանի տառապանքը որոշեց օգնել, նա գնաց իր հին ընկերոջ մոտ, ԿԳԲ-ի սպա, ով պարտք ուներ նրան, նա բացատրեց իրավիճակը, խնդրեց օգնություն, սպան համաձայնեց։ 2 օր անց Պետրոսյանը ստացավ թույլտվություն մեկնելու Երան 3 օրով, բայց պայմանը այն էր, որ նա պետք է վերադառնար ժամանակին չխոսեր ոչ ոքի հետ իր այցելության մասին, Պետրոսյանը համաձայնեց, նա չուներ այլ ընտրություն։ Օգոստոսի 25-ին Պետրոսյանը ժամանեց Երան, նրա մայրը ապրում էր փոքրիկ տանը կենտրոն թաղամասում, երբ Պետրոսյանը մտավ, նա տեսավ իր մորը նստած անկողնում, թույլ, գունատ, բայց ժպտացող, Վարվարան ձեռք մեկնեց նրան, Պետրոսյանը գրկեց նրան, նրանք նստեցին միասին, Վարվարան խոսեց, նա պատմեց իր կյանքի մասին, իր երիտասարդության մասին, Տիգրանի հոր մասին, ով մահացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմում, նա պատմեց, թե ինչպես նա մեծացրեց Տիգրանին միայնակ, թե ինչպես նա տարավ նրան շախմատի ակումբ, երբ նա 8 տարեկան էր, թե ինչպես նա հավատաց, որ նրա որդին կդառնա մեծ, Տիգրան, ես միշտ գիտեի, որ դու հատուկ ես, ասաց Վարվարան, երբ դու խաղում էիր շախմատ, քո աչքերը փայլում էին, դու չէիր տեսնում տախտակը։ Դու տեսնում էիր ամբողջ տիեզերքը, ես չեմ հասկանում շախմատը, բայց ես հասկանում եմ սերը, եւ ես տեսնում եմ, որ դու սիրում ես այն ավելի, քան ցանկացած բան, մի թող որը մեկը խլի այդ սերը քեզնից, ոչ ֆեդերացիան, ոչ ԿԳԲ-ն, ոչ ոք, խոստացիր ինձ։ Պետրոսյանը խոստացավ, նա գիտեր, որ դա վերջին անգամն էր, երբ նա տեսնում էր իր մորը, նա գիտեր, որ նա պետք է պահեր այդ պահը իր հիշողության մեջ ընդմիշտ, 3 օր անց Վարվարա Պետրոսյանը մահացավ, Պետրոսյանը Մոսկվայում էր, երբ նա ստացավ լուրը։ Նա չկարողացավ գնալ թաղմանը, քանի որ ֆեդերացիան մերժեց նրա խնդրանքը, նրանք ասացին,
որ նա պետք է մասնակցի մրցաշարի Թբիլիսիում, Պետրոսյանը ստիպված էր ընտրել իր մայրը թե իր կարիերան, նա ընտրեց կարիերան, քանի որ նա գիտեր, որ եթե մերժի, նրանք կոչնչացնեն նրան, բայց այդ ընտրությունը սպանեց ինչ-որ բան նրա ներսում։ Այդ օրվանից Պետրոսյանը երբեք նույնը չեղավ, Զայցը հիշում է, թե ինչպես Պետրոսյանը խաղաց Թբիլիսիի մրցաշարում, նա խաղում էր որպես ռոբոտ, նրա քայլերը ճիշտ էին, բայց նրանց մեջ կյանք չկար, նա հաղթում էր, բայց նրա հաղթանակները դատարկ էին։ Ես տեսնում էի նրա աչքերը, դրանք մեռած էին, ես փորձեցի խոսել նրա հետ, բայց նա չէր պատասխանում, նա փակվել էր իր ներսում, ես չգիտեի, թե ինչպես հասնել նրան, ինչպես մարդը կարող է շարունակել, երբ նա կորցրել է այն, ինչ ամենաշատն է սիրում, ինչպես նա կարող է գտնել իմաստը, երբ ամեն ինչ դատարկ է թվում, դրանք են հարցերը, որոնք Պետրոսյանը տվեց իրեն ամեն օր, սեպտեմբերին Պետրոսյանը վերադարձավ Երևան իր մոր տան վաճառելու համար, տունը փոքր էր, հին։ Բայց լի հիշողություններով Պետրոսյանը քայլեց սենյակներում, շոշափեց կահույքը, հոտոտեց իր մոր բուրմունքը, նա գտավ հին արկղ իր մոր անկողնի տակ, արկղում լուսանկարներ էին, Պետրոսյանի երեխայության, նրա առաջին մրցաշարների, նրա հաղթանակների։ Եվ ներքում, ամենախորը, նա գտավ նամակ, նամակը նրա մորից էր, գրված նրա մահից մի շաբաթ առաջ, նամակում գրված էր. Իմ սիրելի Տիգրան, եթե դու կարդում ես սա, ուրեմն ես գնացել եմ, մի լացիր ինձ համար, ես ապրեցի երջանիկ կյանք, քանի որ ես ունեի քեզ, դու եղար իմ ամենամեծ հպարտությունը, իմ ամենամեծ ուրախությունը, բայց հիմա ես ուզում եմ, որ դու ապրես քո կյանքը։ Ոչ թե ֆեդերացիայի համար, ոչ թե խորհրդային միության համար, այլ քո համար, հիշիր, թե ինչու դու սկսեցիր խաղալ շախմատ, ոչ թե փառքի համար, այլ սիրո համար, վերադարձիր այդ սիրուն, Տիգրան, դա միակ ճանապարհն է երջանիկ լինելու համար։ Պետրոսյանը կարդաց նամակը։ Վերջապես լաց եղավ, նա լաց եղավ իր մոր համար։ Իր կորցրած ժամանակի համար, իր կորցրած ինքնության համար, նա լաց եղավ այն ամենի համար, ինչ նա զոհաբերել էր շախմատի համար, բայց նամակը նա տվեց նրան ինչ-որ բան, հույս, որ նա կարող է փոխվել, որ նա կարող է վերադառնալ իր սիրուն, որ նա կարող է կրկին լինել ինքը, բայց ինչպես մարդը կարող է վերադառնալ, երբ նա կորցրել է ճանապարհը, ինչպես նա կարող է գտնել իրեն, երբ նա մոռացել է, թե ով է, հոկտեմբերին Պետրոսյանը սկսեց աշխատել նոր ռազմավարության վրա, նա որոշեց, որ նա չի խաղա այլևս միայն պաշտպանական շախմատ, նա կխաղա ստեղծագործական շախմատ, որը արտահայտում է նրա անհատականությունը, նրա զգացմունքները, նրա տեսլականը, նա սկսեց ուսումնասիրել հին մայստերների պարտիաները, Կապաբլանկայի, Ալեխինի, Տալի։ Նա փնտրում էր ոչ թե տեխնիկա, այլ ոգեշնչում, նա ուզում էր հասկանալ, թե ինչպես այդ մայստերները խաղացին շախմատ որպես արվեստ։ Ոչ թե գիտություն, Զայցը նկատեց փոփոխությունը, Տիգրանը սկսեց խաղալ այլ կերպ, նրա բացումները դարձան ավելի ճկուն, նրա միջին խաղը ավելի դինամիկ, նրա ավարտը ավելի ստեղծագործական, նա չէր հետում տեսությանը կուրորեն։ Նա ստեղծում էր իր սեփական տեսությունը, եւ ամենակարևորը, նա կրկին վայելում էր շախմատը, ես տեսնում էի նրա աչքերում այդ փայլը, որը կորել էր, նա վերադարձել էր, բայց արդյոք ֆեդերացիան կընդուներ այս նոր Պետրոսյանին, արդյոք նրանք կթույլ տային նրան խաղալ իր ոճով, թե նրանք կփորձեին կրկին նրան կոտրել։ Նոյեմբերին Պետրոսյանը մասնակցեց Մոսկվայի մրցաշարին, նրա առաջին հակառակորդը Դավիթ Բրոնշտեյնն էր, նախկին թեկնածու չեմպիոնության, հայտնի իր ստեղծագործական ոճով, Բրոնշտեյնը Պետրոսյանը ունեին փոխադարձ հարգանք։ Նրանք երկուսն էլ հրեաներ էին, երկուսն էլ տառապել էին խտրականությունից, երկուսն էլ սիրում էին շախմատը ավելի, քան ցանկացած բան, Բրոնշտեյնը բացեց N3 ով։ Պետրոսյանը պատասխանեց N6 ով ռետի բացում, խաղը դարձավ հանգիստ, դիրքային, բայց լի նուրբ գաղափարներով, 20-րդ քայլում Պետրոսյանը զոհաբերեց պիոն, ոչ թե տակտիկական պատճառներով, այլ դիրքային, նա ուզում էր ստեղծել անհավասարակշռություն, ստեղծել դինամիկա, ստեղծել կյանք, Բրոնշտեյնը ընդունեց զոհաբերությունը, բայց անմիջապես հասկացավ, որ Պետրոսյանը ունի փոխհատուցում, 30-րդ քայլում Պետրոսյանի խաղաքարերը գրավեցին կենտրոնը, 40-րդ քայլում նա ստեղծեց անցնող պիոն, 50-րդ քայլում Բրոնշտեյնը հանձնվեց, պարտիայից հետո Բրոնշտեյնը ասաց. Տիգրան, դու խաղացիր գեղեցիկ շախմատ այսօր, դա է շախմատ, որը ես սիրում եմ տեսնել, շարունակիր խաղալ այսպես, Պետրոսյանը շնորհակալություն տվեց, բայց նրա սրտում նա գիտեր, որ դա միայն սկիզբն էր, մրցաշարը շարունակվեց 2 շաբաթ։ Պետրոսյանը խաղաց 11 պարտիա, նա հաղթեց 8, ոչ ոքի արեց 3, չպարտվեց, նա ավարտեց առաջին տեղում, բայց ավելի կարևորը։ Նա խաղաց շախմատ, որը մարդիկ հիշեցին, նրա պարտիաները հրապարակվեցին ամսագրերում, վերլուծվեցին մեկնաբանողների կողմից, ուսումնասիրվեցին ուսանողների կողմից, Պետրոսյանը դարձավ կրկին այն, ինչ նա միշտ եղել էր, արտիստ տախտակի վրա, բայց արդյոք այս հաջողությունը կպահպանվեր, արդյոք Պետրոսյանը կկարողանար շարունակել խաղալ իր ոճով, թե
Համակարգը կստիպեր նրան վերադառնալ հին ճանապարհին, դրանք են հարցերը, որոնք մնում էին անպատասխան։ Դեկտեմբերի առաջին օրը Զայցը ստացավ հեռախոսազանգ ՑԿԲ-ից, ձայնը սառն էր, պաշտոնական, ընկեր Զայց։ Մենք ուզում ենք խոսել ձեզ հետ Պետրոսյանի վերջին մրցաշարի մասին, վաղը 10 ժամին, Լուբյանկա։ Զայցը զգաց, թե ինչպես նրա ստամոքսը սեղմվեց, Լուբյանկա, ՑԿԲ-ի կենտրոնական շենքը, վայրը, որտեղ մարդիկ մտնում էին երբեմն չէին վերադառնում, ինչու նրանք ուզում էին խոսել նրա հետ, ինչ էր սխալ Պետրոսյանի խաղի մեջ, արդյոք նրա նոր ոճը համարվում էր վտանգավոր, արդյոք ստեղծագործականությունը դարձել էր հանցանք Խորհրդային Միությունում։ Հաջորդ առավոտ Զայցը մտավ Լուբյանկայի մութ դահլիճը, պահակները ստուգեցին նրա փաստաթղթերը 3 անգամ, նրան տարան երրորդ հարկ, երկար միջանցքով, որտեղ միայն նրա քայլերի ձայնը լսվում էր, սենյակը փոքր էր, պատերը մերկ, սեղանի վրա միայն թղթի մի կույտ։ 3 մարդ նստած էին հանդիպակաց, 2 ՑԿԲ-ի սպաներ, մեկը, ում Զայցը ճանաչեց որպես ֆեդերացիայի փոխնախագահ Վլադիմիր Դվորեցկի։ Ինչու ֆեդերացիայի մարդը նստած էր ՑԿԲ-ի հետ, ինչ խաղ էր սա, Դվորեցկին խոսեց առաջինը, ընկեր Զայց, մենք անհանգստացած ենք Պետրոսյանի վարքագծով, նրա վերջին պարտիաները ցույց են տալիս անկանխատեսելիություն, անկարգություն, անհնազանդություն, նա չի հետում խորհրդային շախմատի դպրոցի սկզբունքներին, նա խաղում է անհատապես, ինչը հակասում է կոլեկտիվ մոտեցմանը, մենք ուզում ենք իմանալ ով է ազդում նրա վրա, ով է սովորեցնում նրան այս նոր ոճը, Զայցը զգաց, թե ինչպես նրա սիրտը արագացավ, նրանք փնտրում էին թշնամի, դավադիր, արտաքին ազդեցություն, նրանք չէին կարող ընդունել, որ Պետրոսյանը պարզապես վերադարձել էր իր իսկական ինքնությանը, ոչ ոք չի ազդում նրա վրա, պատասխանեց Զայցը։ Պետրոսյանը ինքնուրույն մտածող է, նա ուսումնասիրում է հին մայստերներին, փորձարկում է նոր գաղափարներ, զարգացնում է իր ոճը, դա նորմալ է ցանկացած շախմատիստի համար, ՑԿԲ-ի սպաներից մեկը, ով դեռ չէր խոսել, հանկարծ խոսեց, նրա ձայնը ցածր էր, սպառնալից, ընկեր Զայց, մի խաղացեք մեզ հետ։ Մենք գիտենք, որ Պետրոսյանը հանդիպել է մարդկանց հետ, մենք գիտենք Արամ Խաչատրյանի այցելության մասին ապրիլին, մենք գիտենք, որ Խաչատրյանը նախկին քաղբանտարկյալ է, ինչ նրանք խոսեցին, ինչ նա սովորեցրեց Պետրոսյանին, Զայցը զգաց, թե ինչպես սառը քրտինքը սկսեց հոսել նրա մեջքով, նրանք միշտ գիտեին, բայց ինչքան նրանք գիտեին, արդյոք նրանք լսել էին Խաչատրյանի Պետրոսյանի զրույցը, արդյոք նրանք գիտեին Վարվարայի նամակի մասին, Զայցը որոշեց ասել մասնակի ճշմարտությունը, Խաչատրյանը Պետրոսյանի հին մարզիչն էր, նա եկավ խրախուսելու նրան 2 պարտությունից հետո։ Նա խոսեց նրա հետ շախմատի գեղեցկության մասին, ոչինչ ավելին, ոչ քաղաքականություն, ոչ դավադրություն, միայն շախմատ, Դվորեցկին ծիծաղեց չար կասկածամիտ ծիծաղ, միայն շախմատ, իհարկե, եւ պատահականորեն Պետրոսյանը փոխեց իր ամբողջ ոճը այդ միայն շախմատ զրույցից հետո, ընկեր Զայց, մենք հիմարներ չենք, հարցաքննությունը տեց 3 ժամ, նրանք հարցրին նույն հարցերը տարբեր ձերով, նրանք փորձեցին գտնել հակասություններ Զայցի պատասխաններում, նրանք սպառնացին, խոստացան, ճնշեցին, բայց Զայցը չփոխեց իր պատմությունը, նա պաշտպանեց Պետրոսյանին, պաշտպանեց Խաչատրյանին, պաշտպանեց ճշմարտությունը, երբ նա վերջապես ազատվեց, նրա ձեռքերը դողում էին, նրա շապիկը թրջված էր քրտնով, բայց նա գիտեր, որ նա արել էր ճիշտ բանը։ Բայց ինչ գնով, ինչ կլիներ հետանքները, արդյոք նա կորցնի իր աշխատանքը, արդյոք Պետրոսյանը կտուժի նրա պատճառով, երբ Զայցը պատմեց Պետրոսյանին հարցաքննության մասին, Պետրոսյանի դեմքը մտնեց, Իգոր, ես վախենում եմ, որ ես քեզ վտանգի մեջ դրեցի, ես վախենում եմ, որ նրանք կօգտագործեն քեզ ինձ դեմ, գուցե ավելի լավ է, որ մենք դադարենք աշխատել միասին, բայց Զայցը մերժեց, Տիգրան, ես եղել եմ քո մարզիչը 15 տարի, ես տեսել եմ քեզ աճելիս 17 տարեկան տղայից մինչ աշխարհի չեմպիոն, ես չեմ լքի քեզ հիմա, երբ դու ամենաշատ կարիքը ունես ինձ, մենք կշարունակենք միասին, անկախ նրանից, թե ինչ նրանք անեն, այդ պահին Պետրոսյանը հասկացավ, որ իսկական բարեկամությունը ոչ թե խոսքերի մեջ է, այլ գործերի մեջ, Զայցը ռիսկի էր դնում իր ամբողջ կյանքը Պետրոսյանի համար, ինչպես կարող էր նա երբե հատուցել այդ նվիրվածությունը։ Դեկտեմբերի 15-ին Պետրոսյանը ստացավ հրավեր մասնակցել Հասթինգսի մրցաշարին Անգլիայում, դա էր հին, հեղինակավոր մրցաշար, որտեղ խաղացել էին Կապաբլանկան, Ալեխինը, Բոտվինիկը։ Բայց ֆեդերացիան երկար ժամանակ չէր պատասխանում Պետրոսյանի խնդրանքին թույլտվության համար, նրանք ասացին, որ նրանք մտածում են, որ նրանք ուսումնասիրում են, որ նրանք կորոշեն, Պետրոսյանը սպասեց 2 շաբաթ, վերջապես, դեկտեմբերի 28-ին, 3 օր մինչ մրցաշարի սկիզբը, նրանք տվեցին թույլտվությունը, բայց պայմանը այն էր, որ Պետրոսյանը պետք է ուղեկցվեր ֆեդերացիայի ներկայացուցչի կողմից։ Այդ ներկայացուցիչը Դվորեցկին էր, Զայցը հասկացավ անմիջապես, Տիգրան, նրանք ուղարկում են Դվորեցկուն, որպեսզի վերահսկեն քեզ, նա կլինի քո ստվերը։
Քո բանտապահը, նա կհաղորդի ամեն քո քայլի, ամեն քո խոսքի, ամեն քո հանդիպման մասին, դու պետք է լինես շատ զգույշ։ Պետրոսյանը գիտեր, որ զայցը ճիշտ էր, բայց նա գիտեր, որ նա չէր կարող մերժել այս հնարավորությունը։ Հասթինգսը էր վայր, որտեղ նա կարող էր ցույց տալ իր նոր ոճը միջազգային բեմում։ Նա կարող էր ապացուցել, որ նա դեռ լավագույններից էր, ոչ թե Խորհրդային Միության մեջ, այլ ամբողջ աշխարհում։ Նա պետք է գնար, անկախ ռիսկերից։ Դեկտեմբերի 29-ը Պետրոսյանը Դվորեցկին թռան Լոնդոն, ինքնաթիռում։ Դվորեցկին նստեց Պետրոսյանի կողքին, սկսեց խոսել. «Պետրոսյան, ես ուզում եմ, որ դու հասկանաս մի բան, դու ներկայացնում ես Խորհրդային Միությունը, քո յուրաքանչյուր քայլ, քո յուրաքանչյուր խոսք արտացոլում է մեր երկրի վրա։ Դու պետք է խաղաս խորհրդային շախմատ, ուժեղ, գիտական, անպարտելի, ոչ այս նոր, անկանխատեսելի, անհատական ոճը, որը դու փորձում ես, դու հասկանում ես»։ Պետրոսյանը նայեց նրան, պատասխանեց հանգիստ. «Ես հասկանում եմ, որ դուք ուզում եք, որ ես լինեմ ռոբոտ, բայց ես մարդ եմ, եւ մարդիկ խաղում են մարդկային շախմատ»։ Հասթինգսի մրցաշարը սկսվեց դեկտեմբերի 26-ին։ Պետրոսյանի առաջին հակառակորդը անգլիացի գրոսմայստեր Ջոնաթան Փենրոուզն էր։ Փենրոուզը հայտնի էր իր ագրեսիվ ոճով, իր սիրով անսպասելի զոհաբերությունների նկատմամբ։ Նա բացեց 2-4 ով, Պետրոսյանը պատասխանեց 7-5 ով։ Սիցիլիական պաշտպանություն, բայց այս անգամ Պետրոսյանը ընտրեց Կալաշնիկովի տարբերակը, սուր, բարդ, լի թունավոր գաղափարներով։ Փենրոուզը զարմացավ։ Նա չէր սպասում, որ Պետրոսյանը, պաշտպանության մայստերը, կընտրի այսքան հարձակողական տարբերակ։ 10-րդ քայլում Պետրոսյանը զոհաբերեց պիոն կենտրոնում, Փենրոուզը ընդունեց, բայց անմիջապես նրա թագավորը հայտնվեց ճնշման տակ։ 15-րդ քայլում Պետրոսյանը զոհաբերեց երկրորդ պիոնը, բացեց գծերը։ Նրա բոլոր խաղաքարերը հարձակվեցին Փենրոուզի թագավորի վրա։ 20-րդ քայլում Փենրոուզի դիրքը անհուսալի էր։ 23-րդ քայլում նա հանձնվեց։ Դահլիճը պայթեց ծափերով։ Անգլիացի հանդիսատեսները, ովքեր սիրում էին հարձակողական շախմատ, էին հիացած։ Բայց Դվորեցկին, ով նստած էր առաջին շարքում, չէր ծափահարում։ Նրա դեմքը քարացած էր, նրա աչքերը նեղացած։ Ինչու՞ նա այդքան դժգոհ էր Պետրոսյանի հաղթանակից։ Երկրորդ պարտիան եղավ ավելի դժվար։ Պետրոսյանի հակառակորդը հոլանդացի գրոսմայստեր Յան Դոներն էր, հայտնի իր խորը պատրաստվածությամբ, իր հիշողությամբ բացումների տեսության։ Դոները բացեց 2-4 ով, Պետրոսյանը պատասխանեց 9-6 ով, հնդկական պաշտպանություն։ Դոները շարունակեց 2-4, Պետրոսյանը 7-6, Նիմցովիչի տարբերակ։ 10-րդ քայլից հետո դիրքը հավասարակշռված էր, բայց շատ բարդ։ Երկու կողմերն էլ ունեին պլաններ։ Բայց այդ պլանները բախվում էին միմյանց։ 20-րդ քայլում Պետրոսյանը սկսեց պլան կենտրոնում։ Նա շարժեց իր պիոնները, ստեղծեց ճնշում, սպառնաց Դոների դիրքին։ 30-րդ քայլում Դոները ստիպված էր զոհաբերել որակությունը։ Ճակատ ընդդեմ երկու փոքր խաղաքարերի, դիրքը դարձավ տեխնիկական։ Պետրոսյանը, որը մայստեր էր տեխնիկական դիրքերում, սկսեց դանդաղ, համբերատար աշխատանք։ Նա բարելավեց իր խաղաքարերի դիրքերը, ստեղծեց անցնող պիոններ, սահմանափակեց Դոների ճակատը։ 60-րդ քայլում Դոները հանձնվեց 2 հաղթանակ երկու պարտիայից։ Պետրոսյանը առաջատարն էր, բայց այդ երեկո, երբ Պետրոսյանը վերադարձավ հյուրանոց, Դվորեցկին սպասում էր նրան։ Պետրոսյան, մենք պետք է խոսենք, քո խաղը շատ ռիսկային է, դու զոհաբերում ես նյութ, դու բացում ես քո թագավորը, դու ստեղծում ես անորոշություն, սա ոչ թե խորհրդային շախմատ է, սա անհատական, անկանխատեսելի, վտանգավոր է։ Ես պահանջում եմ, որ դու վերադառնաս քո հին ոճին, պաշտպանական։ Ամուր, անվտանգ։ Պետրոսյանը զգաց, թե ինչպես զայրույթը բորբոքվեց նրա ներսում։ Նա հաղթում էր, նա խաղում էր գեղեցիկ շախմատ, նա ուրախացնում էր հանդիսատեսներին, բայց Դվորեցկին դեռ դժգոհ էր։ Ինչու՞, ինչ նրանք իրականում ուզում էին նրանից։ Դվորեցկի, ես չեմ փոխի իմ ոճը, պատասխանեց Պետրոսյանը։ Ես խաղում եմ այն շախմատը, որը ես հավատում եմ։ Ես խաղում եմ այն շախմատը, որը արտահայտում է ինձ։ Եթե դուք դժգոհ եք, դուք կարող եք հաղորդել Մոսկվա, բայց ես չեմ դադարի։ Դվորեցկին նայեց նրան երկար, նրա աչքերը սառը սպառնալից։ Պետրոսյան, դու անում ես մեծ սխալ, դու մտածում ես, որ դու անկախ ես, բայց դու չես, դու պատկանում ես համակարգին, եւ համակարգը միշտ հաղթում է։ Նա դուրս եկավ սենյակից, Պետրոսյանը մնաց միայն։ Նա նստեց անկողնի վրա, մտածեց Դվորեցկու խոսքերի մասին։ Արդյոք համակարգը իրոք միշտ հաղթում էր, թե՞ կային պահեր, երբ անհատը կարող էր դիմակայել, կարող էր հաղթել։ Կարող էր ազատ լինել։ Մրցաշարը շարունակվեց։ Պետրոսյանը խաղաց 7 պարտիա։ Նա հաղթեց 5, ոչ ոքի արեց 2։ Նա ավարտեց առաջին տեղում, 1.5 միավոր առաջ երկրորդից։ Դա էր տրիումֆ։ Անգլիական մամուլը գրեց նրա մասին որպես նոր Պետրոսյան։ Ստեղծագործ գերբնակ, արտիստ տախտակի վրա, բայց խորհրդային մամուլը լռում էր։ Ոչ մի հոդված, ոչ մի շնորհավորանք, ոչ մի ճանաչում։ Կարծես Պետրոսյանի հաղթանակը չէր եղել։ Կարծես նա դավաճանել էր, ոչ թե հաղթել։
երբ Պետրոսյանը վերադարձավ Մոսկվա հունվարի 2-ին։ 1967 թվականին օդանավակայանում ոչ ոք չէր սպասում նրան, ոչ ֆեդերացիայի ներկայացուցիչներ, ոչ լրագրողներ, ոչ երկրպագուներ, միայն զայծը կանգնած էր դռների մոտ, երբ Պետրոսյանը տեսավ նրան, նա հասկացավ, որ ինչ-որ բան սխալ էր, զայծի դեմքը լուրջ էր, նրա աչքերը անհանգիստ, Տիգրան, մենք ունենք խնդիր, ասաց զայծը, ֆեդերացիան կանչել է ինձ երեկ, նրանք ասացին, որ դու կասեցվում ես բոլոր միջազգային մրցաշարներից 6 ամսով, նրանք ասացին, որ դու խախտել ես կարգապահությունը, որ դու չես հետել հրահանգներին, որ դու վնասել ես խորհրդային շախմատի հեղինակությանը, Պետրոսյանը զգաց, թե ինչպես աշխարհը պտտվեց նրա շուրջը, կասեցում, 6 ամիս, դա նշանակում էր, որ նա չէր կարող մասնակցել թեկնածուների մրցաշարին, դա նշանակում էր, որ նրա ճանապարհը պաշտպանելու իր տիտղոսը փակված էր, դա նշանակում էր, որ համակարգը հաղթել էր։ Բայց Պետրոսյանը չհանձնվեց, նա գնաց ֆեդերացիա։ Պահանջեց բացատրություն, նրան ասացին, որ որոշումը վերջնական է, որ նա չի կարող բողոքարկել, որ նա պետք է ընդունի, Պետրոսյանը հարցրեց, ինչ էր նրա խախտումը, նրան ասացին, որ նա խաղացել է ոչ խորհրդային ոճով, որ նա անտեսել է դվորեցկու հրահանգները, որ նա վարվել է անկարգապահ, Պետրոսյանը ծիծաղեց, դառն հիասթափված ծիծաղ, ուրեմն իմ հանցանքը այն է, որ ես հաղթեցի, իմ հանցանքը այն է, որ ես խաղացի գեղեցիկ շախմատ, իմ հանցանքը այն է, որ ես եղա ինքս ինձ, նա դուրս եկավ ֆեդերացիայից գիտեր, որ պայքարը դեռ չէր ավարտվել։